Եվ մեր հաջորդ օրակարգային հարցը երկար անունով հարց է, որը կընթերցեմ, որ պարոն Հակոբյանը չընթերցի։ Մի քիչ կարճ է պետք ել պարոն Հակոբյանից նախագծերի վերնագրերը։ Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակման կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների, հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակման կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները, կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը սահմանելու մասին, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղիների մուտք եւ ելք գործելուց հետո։ Այս նախագծի ամբողջ բովանդակությունն էր։ Խնդրեմ պարոն Հակոբյան։ Չէ, իրականում համապատասխան օրենք ընդունվել է հարգարժան փոխվարչապետ հարգելի գործընկերներ եւ քանի որ դրանցից յուրաքանչյուրը առանձին կարգավորման ենթակա հարցեր են, դրա համար վերնագիրը զուտ իրավական տեսանկյունից այդպես է ստացվել, բայց ես կփորձեմ բովանդակությունը բացահայտել ավելի պարզ ու կոնկրետ։ Իրականում սա կարևոր բարեփոխումներից մեկն է, եթե ավելի պարզ խոսենք արտահանումը խթանելու եւ արտահանման գործընթացները դյուրինացնելու երկու հիմնական համակարգերի միջոցով, առաջին համակարգը հերթերի կառավարման համակարգի համար իրավական հիմքերի ստեղծումն եւ դրա նկարագրումը եւ իհարկե ավելի կոնկրետ կայանատեղիների համար իրավական հիմքերի ստեղծումը եւ ինքը իրանով նաեւ ներկայացնում է հրապարակային օֆերտա, առաջարկ մասնավորին, որ միջև մեր մաքսակետերը կարողանան հնարավորություն ունենան ստեղծեն կայանատեղիներ եւ քաղաքակիրթ ձևով սպասարկեն այն բոլոր բեռնատարները, որոնք որ արտահանում են իրականացնում դեպի այլ երկրներ մեր մաքսակետերով եւ այս տեսանկյունից երկու հիմնական նպատակ է հետապնդում նախագիծը առաջինը մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում եւ անխոչնդոտ անցում նախնական հերթագրման եւ մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով երկրորդը պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում Նախ նշեմ ուրեմն առաջին խումբ կարգավորումները, ինչ է իրենց ներկայացնում կուտակային կայանատեղին, դե կուտակային անվանում ենք, որովհետև ըստ էության կայանատեղիում պարտադիր կուտակվելու են, հետո բեռները տեղափոխվեն դեպի մաքսակետեր եւ հետեւյալ հիմնական պահանջներն են սահմանվում նախագծով, նախ ասում ենք, որ երկու մաքսակետերից խոսքը Բագատաշենի եւ Ագարակի մաքսակետերի մասին է խոսքը, իհարկե հետագայում կարող են դրանք ընդլայնվել, ինչու այդ երկուսը, որովհետեւ դրանք ամենաշատ թողունակությունը եւ ամենաշատ բեռները հենց այդ երկու կետերով են անցնում, եթե կոնկրետ հնչեցնեմ, ելքի ուղղությամբ օրական միջինում 250 եւ ավել բեռնատար անցնում է Բագատաշենով, օրական միջինում 220 եւ ավել բեռնատար էլ Ագարակի կետով եւ սրանք առաջնահերթություն են սահմանում կուտակային կայանատեղիների ունենալու, այսինքն պարտադիր պահանջ է լինում կայանատեղի մտնելը, հետո շարժվել դեպի մաքսակետ Կայանատեղի համար միջև 20 կիլոմետր հեռավորության պահանջ է դրվում 3000 քառակուսի մետր տարածքով իր համապատասխան ասֆալտապատումով կամ բետոնապատումով իր գծանշումներով էլեկտրոնային թվային համակարգով համապատասխան տեսախցիկներով եւ այս ամեն ինչը փոխգործելի մեր մաքսային թվային համակարգերի հետ Ընդ որում նշեմ, որ այդ հերթերի կառավարման համակարգը ըստ էության լինելու է պետական ՊԵԿ-ի կառավարման ներքո եւ ներկայումս մենք հիմա դրա մշակման փուլ ենք մտել եւ ըստ էության, երբ որ այս որոշումը ընդունվի ու դրանից հետո մասնավորը սկսի այդ ուղղությամբ աշխատանքներ անել ու ներդրողներ հայտնվեն, մենք դրան զուգահեռ այդ համակարգը կմշակենք եւ երբ որ գործարկվեն այդ կայանատեղիները, կունենանք այդ համակարգը ու կմիացնենք իրար եւ մի կարևոր հանգամանք այդ հերթերի կառավարման համակարգը նաեւ ինքը թափանցիկ է լինելու հասանելի բոլորին կայքի տրամաբանությամբ տեսնելու են մարդիկ թե կայանատեղիներում ինչպիսի զբաղվածություն կա եւ յուրաքանչյուր կայանատեղին ինչ գին է առաջարկում ընդ որում որպեսի հստակ լինի գնի համար առավելագույն չափ է սահմանվում խոսքը 5000 դրամի մասին է այսինքն մինչեւ 5000 դրամ ցանկացած մասնավոր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել այդ պահանջները բավարարելու դեպքում
Նախագծով սահմանում ենք նաև որոշակի կարևոր կարգավորումներ, մասնավորապես մեկնման, այսինքն կայանատեղից մեկնման առաջնահերթություններ, 3 կարևոր առաջնահերթություն կա, ունենք շուտ փչացող բեռներ, օրինակ կենդանի ձուկ, միս, մսամթերք, կատնամթերք, մրգեր, բանջարեղեն, սրանք ունենալու են առաջնահերթություն, երկրորդը հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ են ունենալու առաջնահերթություն, մասնավորապես օրինակ միջազգային միջոցառումներ ուղարկվող ապրանքները կամ դիվանագիտական բեռները կամ դոնորական առանձին ապրանքներ եւ մի կարևոր առաջնահերթություն էլ լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահարկ վճարողները, որոնք ունեն հավաստագրեր, կունենան առավելություն, սա շատ կարևոր է, այսինքն հերթական առավելությունն է լինելու, եթե կլինեն այդպիսի հավաստագիր ստացողներ, իրենք ստացվում է, որ մաքսակետերը ավելի արագ կանցնեն, քան մյուսները եւ հետեւաբար հորդորս նաեւ, որ բոլորը փորձեն այդ համակարգին մոտ գան եւ ստանան այդ հավաստագրերը։ Եվ իհարկե նաեւ սահմանում ենք թե տրանսպորտային միջոցները երբ կարող են չմտնել այդ կൂട്ടակային կայանատեղիներ, բացառիկ դեպքեր են իհարկե դրանք, մասնավորապես տարերային աղետների բնական եւ տեխնացին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքները, որոնք որ տեղափոխվում են, ունենք մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներ եւ այդպիսի փոքր այլ կարգավորումներ, որոնք կարող են առանց կայանատեղի մտնելու անցնել սահմանը եւ վերջում ամփոփելով նշեմ, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն լուծումներից մեկն է, օրինակ մեր հարևաններն էլ են կիրառում արդեն, Վրաստանն էլ, Իրանն էլ, Եվրամիությունն էլ է կիրառում այս պրակտիկան, ինչը հնարավորություն է տալու շատ արդյունավետ ձևով առանց որևէ հերթերի կուտակումների մաքսակետում արագ անցումը ապահովել մեր բոլոր բեռների, որոնք արտահանվում են տարբեր երկրներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, բայց ես ճիշտ գիտեմ, պարոն Հակոբյան, որ մենք սրա նման մի համակարգ արդեն հարավային անցակետին մոտ ունենք, այսինքն մեղրի չհասած նման եղանակով գործող կայանատեղիներ եղել են կամ կան, բայց մենք հիմա օրենսդրական կարգավորումներ ենք տվել, նաև օրենքով կարգավորումներ ենք տվել, որոնք պետք է ավելի կանոնակարգ են։ Այսինքն մենք ըստ էության հիմա խոսում ենք սպասման կայանատեղիների մասին, որտեղ որ պետք է հերթը կանոնակարգվի, եւ ինչպես դուք նշեցիք, եթե շուտ փչացող ապրանքներ են, ապա իրենք կունենան առավելություն, եթե շուտ փչացող ապրանքներ չեն, ապա կունենան որոշակիություն, կիմանան թե իրենք որ ժամին պետք է լինեն սահմանային անցակետում, որ առանց այնտեղ երկար սպասելու եւ հենց սահմանային անցակետում կուտակումներ ստեղծելու կարողանան անխոչնդոտ անցնել։ Բայց մի կարևոր հարց կա այստեղ եւ ամենայն հավանականությամբ այդպես է։ Երբ որ դուք ասում եք, որ 20 կիլոմետր մինչև հեռացված կարող է լինել սպասման կայանատեղին, դե 20 կիլոմետրը բեռնատար մեքենայի համար երևի մի 20-25 րոպե առնվազն կամ կես ժամ ճանապարհ է, որ պետք է հասնի մինչև սահմանային անցակետ հասնելը։ Դա նշանակում է, որ ինքը երբ հերթագրվեց, այսինքն հերթը վերցվեց, իր հերթի կտրոնը տալիս է այն ժամը, երբ որ ինքը պետքա լինի եւ ինքը պետքա հաշվի թե քանի րոպե իրան պետք մինչև այդ սահմանային անցակետ հասնելը, այդպես գա, չէ՞, որովհետեւ չի բացառվում, որ օրինակ եթե Բագրատաշենի մասն ենք մտածում, միաժամանակ լինեն 20 կիլոմետր հեռավորություն ու չգերազանցող 2-3 տարբեր կայանատեղիներ, բայց իրենք նույն հերթագրման համակարգի մեջ են հերթականություն ձևավորում։ Եթե եւ դուք ասում եք, որ հերթագրվել է հենց նրա համար, որ նշանակություն չունենա թե ով շուտ հասավ սահմանային անցակետ, այլ նշանակություն ունենա թե ինչպես է նախապես որոշվել, թե սահմանային անցակետը ինչ հերթականությամբ պետք է սպասարկի այդ տրանսպորտային միջոցները։ Ոնց է լինելու, որ տարբեր կետերից շարժվող, բայց գրեթե միաժամանակ սահմանային անցակետ հասնող մեքենաները այնտեղ ճիշտ դասավորվածությամբ եւ հերթականությամբ կանոնակարգված անցնեն։ Նախ երկու հարց բարձրացեցիք, առաջին մասով նշեմ, որ մինչ օրս նման կարգավորում չի եղել, այո, ճիշտ է, ունենք մի կայանատեղի պետություն մասնավոր համագործակցությամբ Ագարակի կետին մոտ, բայց իրականում ինչ պահանջներ, որ այստեղ սահմանում ենք, դա նաև որոշակի հիմքեր է ստեղծում, որ այդ կայանատեղին էլ ներդրումներ անի լրացուցիչ ու բավարարի այս նոր պահանջներին, այսինքն մենք ունենում ենք միասնական ստանդարտներ բոլոր կայանատեղիների համար։ Հիմա ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, ենթադրենք մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա 2-3 կայանատեղիներ կան, հերթերի կառավարման համակարգը աշխատելու հետևյալ տրամաբանությամբ,
ինքը այսինքն ժամային կամ րոպեի կամ էական չի, այդ հերթականությամբ կանչ է լինելու, այսինքն մաքսակետը օրինակ սպասարկեց մի բեռ, ինքը համակարգը նենց է կառուցված լինելու, որ ամեն հաջորդին կանչը ձևակերպելու է ավտոմատ ըստ հաջորդականության։ Իսկ դա ոնց է կարողանալու անել հետևյալ տրամաբանությամբ։ Մենք նախորոք մաքսակետում, այսինքն մաքսավորները իմանալու են, որ կայանատեղիներում մուտք եղան այսիշ բեռնատարները, եւ այդ նույն տրամաբանությամբ հաջորդականությամբ ընդունվելու են մաքսակետում։ Այսինքն ստեղի հերթերի մասին ինֆորմացիա ունենալը եւ այնտեղի հաջորդականության մասին թվային համակարգում ինֆորմացիա ունենալը եւ իրար հետ կապելու միջոցով հնարավոր է լինելու հաջորդաբար կանչել են բեռնատարները, որոնց հերթը հասել է։ Այսինքն թվային համակարգով ենք լուծելու այդ հարցը։ Հա, բնականաբար, բայց լավ կլինի, որ հաշվի առնելով նույնց այն, որ ժամանակային գործոն կա այդտեղ, այդ կանչից հետո 20-25 րոպե կամ կես ժամ կարա պահանջվի մինչև կանչվողը կհասնի մաքսակետ, նախապես այդ սպասվող ժամի վերաբերյալ ձեր հերթագրման համակարգը ծանուցի։ Մոտավոր պարտադիր չի վերջին րոպեի ճշտությամբ, որ կարողանան նաև տեղում սպասողները ոչ թե անորոշ սպասման մեջ լինեն, այլ որոշակիություն ունենան, թե իրենց սպասարկման հերթը որ ժամին է մոտավորապես տեղի ունենալու, եւ եւս մեկ հարցի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, ինչը դուք արդեն նշեցիք, բայց կրկնում եմ, որ դա հստակ լինի, նա որ մենք մրցակցային հիմքերի վրա ենք դնում այս համակարգը, փակ համակարգ չի, բոլորը ովքեր կկարողանան բավարարել նվազագույն պահանջներին այդ կայանատեղի համար նախատեսված եւ կմիանան ՊԵԿ-ի համար նախատեսված կանոններով այդ հաշվառման համակարգին, կկարողանան ծառայություններ մատուցել եւ այդ մինչեւ 5000 դրամ ասեցիք, բայց հենց այդ մրցակցությունը կձևավորի այդ գինը, այսինքն մենք առավելագույն գնային շեմ ենք դնում, որ մեկի մտքով չանցնի, որ այդտեղ մենաշնորհային դիրքը օգտագործելով կարող է բարձր չտրամաբանված գին սահմանել ծառայությունների դիմաց, բայց երբ որ արդեն կձևավորվեն 2, 3, 4, 5, այդ մրցակցության մեջ արդեն նաև հասկանալի կդառնա, որ գինը խելամտորեն ցածր կլինի եւ չի հասնի երբեք իր համար նախատեսված առավելագույն չափին։ Այլ դիտարկումներ կան նախագծի վերաբերյալ, չկան, խնդրեմ։ Ոչ, ուղղակի ապագայի տեսանկյունից նաև ասեմ, որ նախ հիմա ագարակը ամբողջությամբ այսինքն նոր կետ ենք կառուցում, Բագատաշենը ամբողջությամբ չէ, մի մասով վերակառուցվում է եւ կարելի ասել առաջիկա 1-2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք ավելի մեծ թողունակություն կետերի։ Բացի դա, եթե ասենք հաշվի առնենք այն նոր բացվող կետերի հնարավոր հեռանկարը առաջիկա տարիներին, նշանակում է, որ այս կայանատեղիների կարևորությունը ավելի է շարունակելու ընդգծվել ու շուկան գնալով ընդլայնվելու է, պահանջարկը գնալով ընդլայնվելու է մասնավորի համար։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ նախագիծը հաստատելուն։ Նախագիծը հաստատված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։